Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, սկսում ենք մարզական ինտելեկտուալ նոր նախագիծ։ Ֆուտբոլից մինչև հոկեյ, կինոյից մինչև կեղծանուններ, ամեն ինչ սպորտի մասին։ Տարավ մունդիալը։ Տարավ, այո, Էրնեստի գանձը տարավ։ Բացահայտ առաջատարներ, բայց եւ անկանխատեսելի շրջադարձեր։ Դե ուզում էի էլի։ Մրցուղի, որի ավարտին կհասնի միայն մեկը։ Սկսվեց։ Ով կպահպանի սառնասրտությունը վճռորոշ պահին։ Դարպասապայի հետ միասին։ Այո։ Ծուղակ հարցեր։ Օպա։ Ով կգտնի ճիշտ պատասխանը վայրկյանի ընթացքում։ Թվերով հարցերը ամենաբարդն են։ Ռոնալդուն 51, Բենզեման 22, Ասես Բելը հաշվեմ։ 24, 97։ Այսպիսի ֆենոմենալ գիտելիքներով մարդիկ կան, ով կխորամանկի մրցակցից կորզելով միավորներ։ Ես երկու միավորով զիջում եմ։ Չարտագրեք։ Բաց մի թողեք գիտելիքի ու արագության լիգան, երազանքի լիգան ֆիլմը։ FIFA։ Օհո։ Մենք մեկնարկում ենք Գիտե լիգան։ Ողջույն, ես Էդուարդ Քալանթարյանն եմ, GoFM-ի YouTube-ի ալիքում մեկնարկում ենք մարզական ինտելեկտուալ նոր նախագիծ, որտեղ հայկական սպորտի գուրուները պայքարելու են ամենագետի կոչման համար։ Սա վայր է, որտեղ սպորտի իմացությունն ամենակարևորն է։ Սա լիգա է, որտեղ առաջ չես գնա առանց գիտելիքի։ Բարի գալուստ Գիտե լիգա։ Հայաստանում գործունեություն ծավալող 12 մարզական մեկնաբան լրագրող բաժանվելու է եռյակների եւ պայքարը սկսելու է քառորդ եզրափակիչ փուլից։ Կիսաեզրափակիչ դուրս են գալու առաջին 4 տեղերը գրաված մասնակիցները եւ երկրորդ տեղերը գրաված 4 մասնակիցներից երկուսը։ Կիսաեզրափակչում նրանք բաժանվելու են կրկին եռյակների, եզրափակիչ դուրս կգան կիսաեզրափակիչների հաղթողները եւ երկրորդ տեղերը գրաված մասնակիցներից լավագույնը։ Եզրափակիչ խաղում հաղթած մասնակիցը կճանաչվի Գիտելիգայի առաջին եթերաշրջանի հաղթող եւ կստանա մեր գլխավոր մրցանակը։ Մասնակցություն ՆՈԱ ֆուտբոլային ակումբի 2026-27 թվականների Եվրագավաթային բոլոր արտագնա հանդիպումներին։ Եվ այսպես ներկայացնեմ առաջին եռյակի մասնակիցներին։ Եթե Իտալիան իմանար, որ Հայաստանում այսպես են մեկնաբանում ասերյան, չէր համարձակվի 3 անգամ անընդմեջ բաց թողներ մունդիալը։ Հայկական մեկնաբանական արտադրամասի ալենատոր է պատմաբան Էրնեստ Շաբոյան։ Այդպես։ Նա ընդամենը 27 տարեկան է, բայց դրանցից 22-ն անցկացրել է տառապանքների մեջ։ Այս մայիսին Լոնդոնի Արսենալը որոշեց դադարել խաղալ նրա ու գաղափարակիցների նյարդերի հետ։ Հակառակ դեպքում նա հիմնական մասնագիտության բերումով կարող էր զինագործներին պատասխանել նույնով։ Ատամնաբույժ Արամ Ավագյան։ Բարև ձեզ։ Մանուկ հասակում նա այնքան էր տպավորված Մադրիդի Ռեալի Գալակտիկոսով, որ տանը հայտարարեց. «Ես դառնալու եմ հայկական մեկնաբանների կայսրը»։ Բավարարվիր նրանով, ինչ տվել ենք քեզ ծնված ժամանակ, այսինքն իշխանով, ասացին տանեցիները։ Մարզական լրագրող Իշխան Մելքոնյան։ Ողջույն։ Ողջույն, պարոնայք, բարի գալուստ Գիտելիգա, ձեզ վիճակվել է բացել մեր խաղը եւ դա, ինչպես գիտեք, միշտ պատասխանատվություն է։ Ինչպես եք տրամադրված եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Մինչեւ ուր եք պատրաստվում գնալ։ Օ, մինչև տուն, ես առաջինը կասեմ, Միանգամից այսինքն։ Միանգամից, այո։ Ակնկալիքներս հետաքրքիր խաղ վայելելն է գործընկերներից հետ։ Մենք առաջին անգամ չենք այսպես մրցում տարբեր թեմաների շուրջ, գրեթե ամեն օր, եւ հերթական անգամ առիթը բաց չեմ թողնի նրանց հետ վայելելու այս հետաքրքիր րոպեները։ Բայց այնինչ դուք անում եք ձեր ներքին հավաքույթների ժամանակ, մարդիկ չեն իմանում։ Հիմա մենք բոլորս կտեսնենք, թե ով է ամենաշատը պատկերացնում ինչ է համաշխարհային սպորտը։ Եթե տրամադրվել եք միայն ֆուտբոլի, ես պետք է հիասթափեցնեմ այստեղ բացի ֆուտբոլից նաև այլ մարզաձևեր։ Ես տրամադրվել եմ ձեռքբերումների խաղ որ լինի, քանի որ այլ մարզաձևերից գիտելիքներ կունենամ այս խաղի շնորհիվ, որովհետև ի տարբերություն իմ գործընկերների ես ֆուտբոլից բացի այլ մարզաձև չեմ մեկնաբանել։ Այնպես որ ամեն դեպքում ես հաղթելու եմ այսօր։ Դա հաղթաթուղթ է քո մրցակիցների համար։ Այո, թերևս, բայց նաև դու գիտելիքներ։ հաղթաթուղթը տվեցիր նրանց ձեռք։ Դե տեսնենք ինչպես կստացվի։ Ես էլ վերջապես տեղ եմ գտել, որտեղ կարամ հոկեյից հարցեր լսեմ ու փորձեմ պատասխանել, որովհետև Հայաստանում ամեն ինչ սովորաբար պտտվում է ֆուտբոլի շուրջ, բայց այլ սպորտաձևերի մասով անկեղծ շատ մեծ սպասելիքներ ունեմ ու կարծում եմ հետաքրքիր է։ Բայց հոկեյում եւս Արամ կան պարզ եւ բարդ հարցեր։ Իհարկե։ Պատրաստ ես բարդ է։ Հոկեյում ամեն ինչն է բարդ։
Շատ լավ, հիշեցնեմ, որ ձեզանից երաշխավորված կիսաեզրափակիչ դուրս կգա միայն հաղթողը, իսկ երկրորդ տեղը գրաված մասնակիցը պետք է սպասի քառորդ եզրափակիչների ավարտին, որպեսզի իմանա դուրս է գալու կիսաեզրափակիչ թե ոչ։ Իսկ ներողություն ազգերի լիգայով հնարավորություն կա play-off դուրս։ Ազգերի լիգայով հնարավորություն կա, բայց ոչ այսօր։ Ոչ Մենք այսօր։ դա կքննարկենք եւ նման հնարավորություն միգուցե եւ կընձեռվի։ Եթե պատրաստ եք, մենք սկսենք առաջին փուլը։ Եվ այսպես, պարոնայք, ներկայացնեմ առաջին փուլի կանոնները։ Ես իրար հետևից 20 հարց եմ հնչեցնելու, նախապես ասեմ, հեշտ հարցեր չեն, բայց ամեն հարց ունենալու է պատասխանի 4 տարբերակ։ Մեկը բնականաբար ճիշտ է։ Մի քանի վայրկյանի ընթացքում դուք ձեր առջև դրված գրատախտակների վրա պետք է գրեք ըստ ձեզ ճիշտ տարբերակի տառը A, B, G կամ D եւ ցուցադրեք։ Ամեն ճիշտ պատասխանի համար ստանալու եք 1 միավոր։ Փուլի վերջում մենք կամփոփենք այն, կհասկանանք ով քանի միավորով է անցնում երկրորդ փուլ։ Ամեն ինչ պարզ է։ Այո, Հասկանալի է։ 20 հարցերից ուղիղ կեսը վերաբերելու է ընթացիկ մունդիալին, աշխարհի առաջացանը, շատ պարզ պատճառով ֆուտբոլային մեծ տոն է այս օրերին ամբողջ աշխարհում եւ մենք դրան չանդրադառնալ ուղղակի չենք կարող։ Եվ այսպես գնացինք, հնչեցնում եմ առաջին հարցը։ Նշված հավաքականներից որը չի նշում նորամուտն աշխարհի ընթացիկ առաջնությունում։ Հորդանանը, Հայիթին, Կաբո Վերդեն, թե Կյուրասաո։ Ձեր տարբերակները գրեք գրատախտակին։ Հետաքրքիր հավաքականների պակաս չկա աշխարհի այս առաջնությունում, էկզոտիկ ես կասեի նույնիսկ, բայց նրանցից մեկը արդեն խաղացել է աշխարհաշրջանում։ Պատրաստ են ձեր պատասխանները։ Եթե պատրաստ են, խնդրեմ ցուցադրեք ձեր գրատախտակները։ B ասում է իշխանը, ասել է թե Հայիթին, արամ, այդ ինչ բժշկի ձեռագիրն է։ Բժշկի ձեռագրից բացի շատ մանր է, ես կարող եմ լսել ինչ է գրված։ D, այսինքն Կյուրասաո։ Եվ A ասում է Էրնեստ։ 1974 թվականի աշխարհի առաջացանը, եթե չեք հիշում, մասնակցել է արդեն Հայիթիի հավաքականը եւ միայն Իշխան Մելքոնյանը ճիշտ պատասխանեց այս հարցին, կեցես Իշխան, հիշում էիր թե ուղակի գուշակեցի։ Մյուս 3-ին ուղակի չէի պատկերացնում, որ խաղացել են աշխարհի առաջացում։ Հակառակը, ուղակի չէի պատկերացնում, որ մունդիալ թիմեր։ Շատ լավ։ Իշխանը 1 միավոր ունի, գնացինք առաջ։ Երկրորդ հարցը, քանի խաղափուլ է անցկացվում լողափնյա ֆուտբոլի 1 խաղում։ 1, 2, 3 թե 4։ Քանի խաղափուլ է 1 խաղի ընթացքում։ Օրինակ ֆուտբոլում խաղակես է, լողափնյա ֆուտբոլում խաղափուլ է։ Քանի խաղափուլ կա լողափնյա ֆուտբոլում։ Գրեք ձեր տարբերակ, նայում եք ընդհանրապես լողափնյա ֆուտբոլ։ Ժամանակին չեք եղել ժամանակին։ Օրինակ Էրնեստը հնարավոր է։ Ես ժամանակին հետևում էի, երբ որ Ռոմարիոն Սովետի խաղում եւ տարիներին։ Կանտոնան, բայց տենց խաղափուլերը Դե փորձիր հիշել, ուրեմն եթե չեք հիշում կարող եք գուշակել։ Պատրաստ են ձեր պատասխանները։ Եվ տեսնենք D ասում է իշխան, այսինքն 4 խաղափուլ, երկրորդ G այսինքն 3 խաղափուլ եւ B ասում է Էրնեստը 2 խաղափուլ, իսկ լողափնյա ֆուտբոլում կա 3 խաղափուլ։ Շատ հետաքրքիր, գեղեցիկ մարզաձև է եւ ճիշտ պատասխանեց միայն Արամ Ավակյանը, նա 1 միավոր է ստանում այս հարցի համար։ 1-1 Իշխանը եւ Արամ Էրնեստը մի փոքր հետ ընկել, բայց ընդամենը 1 միավոր է զիջում, այսինքն պետք է հետ բերել կորուստը։ Երրորդ հարցը. Մինչև այս մունդիալը երբ էր վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել Չեխիայի հավաքականը։ Տարբերակներ 1994-ին, 1998-ին, 2002-ին, թե 2006-ին Չեխիայի հավաքական։ Շեշտեմ, որ Չեխիայի հավաքականը ոչ վաղ անցյալում Չեխոսլովակիայի հավաքական էր, բայց Իշխանը արդեն ունի իր տարբերակը D2006, Արամը նույնպես ասում է D2006 եւ Էրնեստ, սպասենք քո տարբերակին D2006։ Բոլորը ճիշտ եք պատասխանում այս հարցին, որովհետեւ այո, վերջին անգամ ուղիղ 20 տարի առաջ էր Չեխիայի հավաքականը մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, սա կարծում եմ բոլորիդ համար հեշտ։ Հարցեր գնացինք առաջ, 4-րդ հարցը, թենիսի մաստերս շարքի տղամարդկանց մրցաշարերում քանի սեթ պետք է շահի թենիսիստը, որպեսզի հաղթի խաղում։ 1, 2, 3 թե 4։ Թենիս, այ հիմա ձեր թենիսային գիտելիքները ստուգեք։ Հիշեցնեմ, որ մաստերս մրցաշարը մի փոքր տարբերվում է սովորական մրցաշարերից, բայց չի հասնում իր նշանակությամբ մեծաղավարտի մրցաշարը։ Արամը արդեն ունի իր տարբերակը, ես չեմ հնչեցնում, որ չհուշեմ մյուսներին, Իշխանը նույնպես ունի եւ Էրնեստ
G B։ B Իմ ձեռագրով B, գրեց Ժամանակին, երբ ես շատ երիտասարդ էի, Masters մրցաշարերում, մեծ սաղարթի մրցաշարի օրինակով, տենիսիստը պետք է մեկ խաղում շահեր 3 սեթ։ Բայց հիմա շատ վաղուց արդեն պետք է շահի ընդամենը 2 սեթ եւ ճիշտ տարբերակն է իհարկե B 2 սեթ, բոլոր մասնակիցները ճիշտ պատասխանեցին այս հարցին։ Գնացինք առաջ 5-րդ հարցը նշված արտիստներից ով չմասնակցեց 2026 թվականի աշխարհի առաջնության բացման արարողություններին։ Տարբերակներ՝ Քեթի Փերին, Ալիսիա Կարան, Սաբրինա Կարպենտերը, թե Լիսան։ Հիմա այստեղ հարցի առաջանում ընդհանրապես ճանաչում եք նրանց թե ոչ։ Աշխարհի առաջնության բացման արարողությունները մի քանիսն էին, 3-ն էին։ Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում եւ Կանադայում։ Նշված արտիստներից մեկը ոչ մեկին չի մասնակցել։ Խնդրեմ ձեր տարբերակները։ A ասում է Էրնեստ, այսինքն Քեթի Փերին, A Քեթի Փերի պատասխանում է Արամը եւ A Քեթի Փերի պատասխանում է Իշխանը, իսկ Քեթի Փերին մասնակցել է բացման արարողությանը, չի մասնակցել միայն Սաբրինա Կարպենտերը։ Բոլորը սխալ պատասխանեցին այս հարցին։ 6-րդ հարցը. որ դիրքից ցածկեր չկան ջրացածկի պաշտոնական մրցաշարերում։ Նստած, դեմքով դեպի ջուրը կանգնած, թիկունքով դեպի ջուրը կանգնած եւ ձեռքերի վրայից։ Ջրացածկ A պատասխանում է Էրնեստը, A պատասխանում է Արամը եւ G թե D։ G պատասխանում է Իշխանը։ Իսկ ճիշտ պատասխանն է նստած տարբերակը A Էրնեստը եւ Արամը ճիշտ պատասխանեցին այս հարցին եւ մի փոքր դասավորությունը փոխվում է միավորների։ Նստած դիրքից այո, ցածկեր չկա։ 7-րդ հարց։ Որերորդ անգամ է Խավիեր Ագիրեն գլխավորում Մեքսիկայի հավաքականն աշխարհի առաջնություններում։ Առաջին, երկրորդ, երրորդ թե չորրորդ։ Խոսքը իհարկե այս առաջնության մասին։ Մինչև այդ հիշում եք քանի անգամ է նա Մեքսիկայի հետ մասնակցել 2002-ին ես հիշում եմ։ Այո։ Դե պետք է հիշել էլի եղել են թե չեն եղել։ Էրնեստը արդեն պատասխանեց B երկրորդ, Արամը G երրորդ եւ Իշխանը պատասխանում է G թե D։ G երրորդ։ Այո, Խավիեր Ագիրեն արդեն երրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության Մեքսիկայի հավաքականի ղեկին, Արամը եւ Իշխանը ճիշտ պատասխանեցին այս հարցին եւ գնում ենք առաջ 8-րդ հարցը, կարծում եմ հեշտ բոլորիդ համար։ Որ ակումբից է Վիրջիլ վան Դեյքը տեղափոխվել Լիվերպուլ, Celtic, Groningen, Feyenoord թե Southampton։ Հիշում եք այդ պահը երբ է։ Արամը արդեն փորձում է հուշել, այնքան վստահ է իր տարբերակին, իսկ Իշխանը հուշելու կարիք չուներ, նա արդեն գրել է, Էրնեստը եւս գրել է եւ բոլորդ էլ տվել եք ճիշտ տարբերակը D Southampton-ից է նա տեղափոխվել Լիվերպուլ, 3-ը էլ վաստակում եք մեկական միավոր։ 9-րդ հարց։ Նորից այս մունդիալից։ Ընթացիկ մունդիալում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հավաքականի հայտարարությունում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որն ավարտված մրցաշրջանն անցկացրեց top 5 առաջնություններից մեկում։ Որ երկրի առաջնությունում էր նա հանդես գալիս։ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի թե Անգլիայի։ Կարող եք հիշել։ Այդքան մեկնաբանում եք Անգլիայի Պրեմիեր լիգան, Գերմանիայի Բունդեսլիգան, Իտալիայի A-սերիան եւ Ֆրանսիայի լիգա 1-ը եւս կարծում եմ մեկնաբանում եք։ Էրնեստ, քո տարբերակը եւս տեսնենք, A պատասխանում է Էրնեստը լիգա 1-ից, D պատասխանում է Արամը Անգլիայի Պրեմիեր լիգայից եւ A պատասխանեց Իշխանը։ Իսկ ճիշտ պատասխանն է Անգլիայի Պրեմիեր լիգայից, այո, շատ դժվար է հիշելով, որովհետեւ ֆուտբոլիստը առանձնապես ոչինչով աչքի չի ընկնում, բայց դա միակն է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հավաքականի կազմում եւ ճիշտ պատասխանեց միայն Արամ Ավակյան այս հարցին։ 10-րդ հարցը։ Ինչպես է ճապոներենից թարգմանվում կարատե բառը։ Ազատ ոտք, դատարկ ձեռք, սպիտակ մարտիկ, թե թափառող հարված։ Այ հիմա մարտարվեստների ձեր իմացությունը ստուգենք։ Ինչ որ բան գիտեք կարատեից։ Էրնեստ, դպրոցում կարատեի խմբակի չէիր հաճել։ Չէ։ Շատ իզուր, այ հիմա այդ գիտելիքը պետք կգար։ Եվ այսպես Էրնեստը եւ Իշխանը A տարբերակն են պատասխանել, այսինքն ազատ ոտք, իսկ Արամը G տարբերակը սպիտակ մարտիկ, իսկ ճիշտ պատասխանն իրականում դատարկ ձեռք կարատե նշանակում է դատարկ ձեռք։ Ոչ ոք ճիշտ չպատասխանեց այս հարցին։ Այդ տարբերակը որ բացառում էի։ Ես էլ անկես։ Բոլորս ենք բացառել։ 11-րդ հարց։ Վերադառնանք ձեզ հարազատ ոլորտ։ 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակից երկրներից որն ունի ամենատարեց հավաքականը հաշվի առնելով խաղացողների միջին տարիքը։ Օպա։ Կոլումբիայի, Իրանի, Պանամայի, թե Բոսնիա եւ Հերցեգովինայի։ Երկու տարբերակ կա։
ամենատարեց հավաքական։ Միջին տարիքը պատկերացրեք ֆուտբոլիստերի, բայց դա արեք արագ, որովհետև սա նաև արագ մտածել։ Արամը ունի արդեն պատասխան, Իշխանը եւս պատասխանել է, եւ Էրնեստը գուշակելով գրում է Կոլումբիա եւ տեսնում եք երբեմն գուշակելը շատ լավ է, որովհետեւ Էրնեստը ճիշտ կռահեց A տարբերակներ, ճիշտը Կոլումբիայի հավաքականն ունի ամենաբարձր միջին տարիքը։ Ես մտածում էի Ջեկոն այսպես էապես կբարձրացնի միջին տարիքը։ Ջեկոն միայնակ կարող է շատ բան փոխել, բայց չփոխեց այդ աստիճան։ Մեկ միավոր Էրնեստ Շաբոյանին գնանք առաջ 12-րդ հարց։ Ով է խփել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունների ամենաարագ գոլը։ Ժոնասը, Ալեսանդրո Դել Պիերոն, Ռոյ Մակայը, թե Ժիլբերտո Սիլվան։ Շատ արագ կողմնորոշվեց Իշխանը, որովհետև նրա պես արագ գիտեր, պատասխանում է նաև Արամը եւ Էրնեստը մնաց։ Իր տարբերակների, իսկ ինչ հիշեցիր։ Մոտավորապես տեսնենք Գ Ռոյ Մակայը, այսինքն կարծում եք Ռոյ Մակայը։ Երեք դեռ ճիշտ է, կարծում իհարկե Ռոյ Մակայը ամենաարագ գոլի եղանակն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Այստեղ երկու հարազատ մարդ կար Արամի համար, բացի Մակայից դա Ժիլբերտո Սիլվան, բայց նա ճիշտ տարբերակ ընտրեց, մեկական միավոր բոլորի։ 13-րդ հարց։ Մունդիալ 2026-ում Բրազիլիայի հավաքականի հայտարարությունում քանի ֆուտբոլիստ կա Մադրիդի Ռեալից եւ Բարսելոնայից միասին։ 1, 2, 3 թե 4։ 2, 3 թե 4։ 1, 2, 3 թե 4։ Ռեալից եւ Բարսելոնայից միասին հիշեցնեմ։ Ժամանակն է պատասխանելու։ Կներեք։ Արամը կարծես սխալ էր հասկացել հարցը, որը նաեւ գրված է էկրանին, պատասխանեց Իշխանը, պատասխանեց։ Չմոռացել էի մեկին։ Արամը եւ պատասխանեց Էրնեստը։ 3 դել պատասխանում եք։ Երրորդ տարբերակը Գ-ն իսկ ճիշտ պատասխանն է երկու ֆուտբոլիստ է ընդամենը այդ երկու թիմից միասին։ Էնդրիկին չենք հաշվում։ Էնդրիկին չենք հաշվում, որովհետեւ նա ներկայացնում է Էնդրիկին հիշեցի սա առաջնությունում։ Հետևաբար միայն Վինիսիուսը եւ Ռաֆինյան։ Շփոթեցի։ Ծուղակ հարցեր։ Այո։ Մնացինք առաջ 14-րդ հարցը, որ ոճը չկա ըմբշամարտում։ Տղամարդկանց հունահռոմեական, կանանց հունահռոմեական, տղամարդկանց ազատ, կանանց ազատ։ Արամը կարծես արագ կողմնորոշվեց եւ տվեց իր տարբերակը, Իշխան Էրնեստ ձեր տարբերակները, Իշխանը եւս կողմնորոշվեց եւ մնաց Արամը մի քիչ ուշեց անուն արդարության։ Արամը մի քիչ ուշեց, Էրնեստի ոչինչ չուշեց, բայց նա եւս ձեզ պես ճիշտ է պատասխանում, իհարկե կանանց հունահռոմեական ոչ գոյություն չունի, կանայք միայն ազատ ոճով են հանդես գալիս, 3 դել ճիշտ պատասխանեցիք։ Վերադառնանք մունդիալ 15-րդ հարցը։ Ով է 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակից ամենատարեց մարզիչը։ Ուգո Բրոսը, Միրոսլավ Կոուբեկը, Մարսելո Բիելսան, թե Դիկ Ադվոկատը։ Փորձում եք արդեն միմյանցից ինչ-որ բան։ Այո, չարտագրենք։ Տեսնեմ, բոլորդ էլ գրել եք եւ բոլորդ էլ ճիշտ եք գրել, իհարկե Դիկ Ադվոկատը, որը իրականում կարող էր չլինել աշխարհի այս առաջնում, բայց նա վերադարձավ Կյուրասաոյի հավաքական եւ նա ամենատարեցն է, 3 մասնակիցներ էլ մեկական միավոր վաստակեցին այս հարցով եւ գնանք առաջ։ 16-րդ հարց։ Որ քաշային կարգում մեդալներ չեն խաղարկվելու 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց մրցաշարերում։ 65 կիլոգրամ, 70 կիլոգրամ, 75 կիլոգրամ, թե 85 կիլոգրամ։ Անցանք ուշակելու 75-ը մոտիկ են իրար, չէ, կամ 60։ Հարցը լսելիս Արամը արդեն կատված էր ստանում։ Սկսվեց։ Էրնեստը արդեն տվել է իր պատասխանը, Արամ Իշխան տարբերակները եւս ցանկանում եմ տեսնել։ 25% ճիշտ լինելու հավանականությամբ Արամն էլ գրեց եւ Իշխանը գրում է Գ տարբերակը 3 դել սխալ եք պատասխանում, որովհետև չի անցկացվելու տղամարդկանց մրցաշարը 70 կիլոգրամ քաշային կարգ։ Ճիշտը գիտես, Իհարկե, եթե գիտես ճիշտը, պետք է գրես ճիշտը, ինչու եք փոխում։ 17-րդ հարց։ Ընթացիկ մունդիալում Ավստրիայի հավաքականի հայտարարությունի քանի ֆուտբոլիստ է հանդես գալիս գերմանական ակումբներում։ 7, 10, 14, թե 18։ Մենակ Լայպցիգում մի 10 քանի ֆուտբոլիստ են ընդհանրապես հայտարարությունում։ 26, այո, 26-ից քանիսն են Գերմանիայի Բունդեսլիգա, Ավստրիայի հավաքականից։ 50-50-ի տարբերակ չկա։ Էլի ստեղ 50-50-ի համար 13-ներ պետք չունենք այդ տարբերակը, դրա համար ես
ռիսկի դիմեմ։ Ընտրեք եղածներից, Ասացի խնդրում եմ, դա, 7, 10, 14, թե 18։ 14 է ասում Արամը, 14 է ասում Իշխանը եւ Էրնեստը կարծում եմ մի փոքր կտարբերվի իր կարծիքով եւ կգրի ավելի իրատեսական 10 ֆուտբոլիստ։ տարբերակ, Իսկ ճիշտ տարբերակը պետք է լսել գործընկերների տարբերակը։ Իշխանի 14 Լայպցիգին։ ֆուտբոլիստ ավստրիավականի Չէ, այստեղ լսելու հարցը ավելի չէ։ ստացվում է Իշխան, կեսից ավելին խաղում են գերմանական։ Դե Իշխանը միջև է ասեց 10 Ստեղ- ֆուտբոլիստ մենակ Լայպցիգից Եթե կա։ անկեղծ, եթե Այսինքն անկեղծ ասած պաշտպան ինքս հակված էի Բաումգարտներ, 14-ի վրա, Զեյվալ։ ինչ որ բան հուշում էր։ Ես դեռևս չեմ կարողանում լսել իմ ներքին ձայնին, որովհետև բոլոր ճիշտ պատասխանների դեպքում ես Բայց այստեղ խոսեց երբ ներքին ձայնը տալիս մրցակիցներին եմ, հակառակվելու ցանկություն։ այո, սա ռիսկ էր, փորձեցի Այո։ եւ չարթարացրի։ Հասկանալի։ Ոչինչ։ Հաջորդ հարցը. Քանի գույնի գնդակ կա բիլիարդի տարատեսակ սնուկերում։ 5, 6, 7 թե 8։ Օ, այդ Արամի Սնուկեր, սնուկեր դիտել եք։ սնուկեր։ Էլ չեմ ասում, խաղացել եք երբևէ սնուկեր։ Կա, Ես իդեպ, այո։ Երևանում կա սնուկերի համար անհրաժեշտ ամեն ինչ, բայց կարծում եմ պետք է որ դիտած լինեք։ Հա, տեսեք, Արամ փորձում է հաշվել, որովհետև գիտի։ Իսկ դուք պետք է կարծում եմ գուշակեք, թե Սովորական Միտիվ։ բիլիարդում 8 գնդակ է, չէ։ 8 գնդակ է, բայց ընդամենը 2 գույն է՝ սպիտակ եւ 1 դեղին կամ կարմիր։ Հասկացա։ Իսկ սնուկերում Արամը տվեց իր տարբերակը, Այ։ որը ես չեմ հնչեցնի, Էրնեստը այ է ասում, Արամը B, Ես իսկ սխալ եմ։ Իշխանը D, իսկ հետաքրքիր է, որ Սխալ եմ։ մեկական սխալ պատասխան տվեցիք բոլորը, իրական 7 Սպիտակն էինք 7 հաշվելու։ գույնի գնդակ Դե կա։ Արամ։ Սպիտակը, Սպիտակը, կարմիրը ու գունավորները։ Ես սխալ էի հաշվել։ այո, Մի հատ բաց էի թողել։ այո, 1 գնդակ բաց էր թողել։ Նախավերջին հարցը այս փուլի։ Պետք է չսխալվել այլևս, որ մրցակիցներից հետ չմնա։ Նշված խմբերից կամ արտիստներից, ով ելույթ չի ունենալու աշխարհի ընթացիկ առաջնության եզրափակիչ հանդիպման ընդմիջման շոուի ժամանակ։ Blackpink-ը, BTS-ը, Madonna-ն, թե Shakira-ն։ Այ հիմա բացման հարցերը բարձեցինք, հիմա անցնենք փակման արարողության։ Իշխան, եթե չեմ սխալվում, հայերենում ատարում մեկ մաստիկ պակաս պետք է լինի, բայց ոչինչ, կաշի դա որպես A։ Դա A է գրում նաև։ Ես էլ ես։ BTS-ը հաստատ Էրնեստը եւ BTS-ը Արամը, հաստատ Blackpink-ը չի մասնակցելու փակման արարողության եւ բոլորը շատ ճիշտ, այո, կռայեցիք Դե մեկական BTS-ը միավորստանում եք։ 2022-ի մունդիալի երկն է երգում, Այո։ Շակիրան Ներկայիս- 2010 եւ հիմա։ Չէ, խոսքը այս առաջացան մասին է, ընդմիջման շոու է Ուզում եմ լինելու։ ասեմ ֆուտբոլային Super Bowl-ի օրինակ, երկչույներն հասկանալի։ էլի։ Տրամաբանությունը Մադոննային հասկանալի։ չեն կարա չբեր։ Եվ վերջին, այս փուլի վերջին 20-րդ հարցը։ Որքան է տևում յուրաքանչյուր քառորդն ամերիկյան ֆուտբոլում։ 10 րոպե, 15 րոպե, 20 րոպե, թե 25 րոպե։ Ամերիկյան ֆուտբոլ, վստահ եմ բաց չեք թողնում ոչ մի հանդիպում ամերիկյան ֆուտբոլի։ միանշանակ։ Այնտեղից ենք գալիս։ Այսպես փորձենք։ A ասում է Էրնեստը, B ասում է Արամը եւ G ասում է Հերթականություն։ Իշխանը, իսկ ճիշտ պատասխանն է 15 րոպե, Արա, ճիշտ դե- պատասխանում է միայն Արամ Ավագյանը եւ այս Գիշերը փուլի չքնելու վերջին հարցին արդյունքն է։ միայն է ճիշտ պատասխանում եւ հիմա մենք շատ արագ ամփոփենք առաջին փուլը, տեսնենք ով քանի միավորով է անցնում երկրորդ փուլ։ Եվ այսպես ամփոփենք առաջին փուլը, շատ հետաքրքիր պայքար էր, թեև շատ այսպես լուրջ էիք տրամադրված, կարելի ավելի թեթև, նայել կյանքին առհասարակ եւ ասեմ, որ առաջին փուլում Էրնեստ Շաբոյանը վաստակեց 9 միավոր։ Խնդրում եմ գրանցիր հետագա մարտավարությունը կառուցելու համար։ Իշխան Մելքոնյանը 1 միավոր ավելի վաստակեց, 10 միավորով է անցնում երկրորդ փուլ եւ Արամ Ավագյանը առաջին փուլից հետո մեր առաջատարն է 13 միավոր վաստակեց Արամ Ավագյանը, այսպիսի նախադրյալ ստեղծեց առաջին փուլից հետո Արամը հաջորդ փուլ անցնելու, բայց ամեն ինչ դեռ արժևում է, մենք անցնում ենք երկրորդ փուլ։ Մենք շարունակում ենք Գիտելիգայի առաջին թողարկումը, առաջին փուլից հետո առաջատարը Արամ Ավագյանն է, հետո գալիս է Իշխան Մելքոնյանը եւ երյակը եզրափակում է Էրնեստ Շաբոյանը, մենք սկսում ենք երկրորդ փուլը։ Եթե մտածեցիք, որ հիմա Չեմպիոնների լիգայի խաղացան վիճակահանություն ենք անելու ոչ, բայց սրա նման ինչ-որ արարողություն ունենք։ Երկրորդ փուլի կանոնները ներկայացնեմ, այս տարայում դուք տեսնում եք 6 գնդակ։ Այնտեղ քողարկված է 6 թեմա։ Յուրաքանչյուրդ երկուական թեմայի եք պատասխանելու, մեկ թեմայի շուրջ քողարկված է 10 հարց։ Պատասխանելու համար բոլոր 10 հարցին դուք ունեք 70-ական վայրկյան։ Եթե հասցնում եք 10 հարցին պատասխանել ավելի շուտ,
փուլն ավարտվում է, այդ հատվածը ավարտվում է, դուք առավելագույն միավոր եք վաստակում այդ թեմայի համար։ Ամեն ինչ հասկանալի է։ Այո։ Հերթականությամբ եք մոտենալու, առավելությունը այս փուլում տրվում է Արամին, որպես առաջատար, նա առաջինն է ընտրելու թեման, ես կխնդրեմ, երբ հայտարարեմ, մոտենակ, վերցնեք գնդակը, հետո ձեր տեղից ինձ ցուցադրեք այդ թեման եւ դրա շուրջ ես հարցերը ձեզ ընթերցելու եմ շատ արագ, որ կարողանանք տեղավորել։ Հիմա ասեմ ինչ թեմաներ մենք ունենք այսօր երկրորդ փուլում։ Մեծ սաղավարտ, խոսքը բնականաբար թենիսի մեծ սաղավարտի մասին է, Մունդիալ 1998, սպորտ եւ կինո, սպորտը սպիտակով, դա նշանակում է բոլոր ձմեռային մարզաձևերի մասին, Փարիզ 2024 եւ ֆուտբոլային թվեր։ Թվեր, որոնք այսպես թե այնպես կապված են միայն ֆուտբոլի հետ։ Եվ այս թեմաներից երկուական ձեզ բաժին է հասնելու, Արամ որպես առաջատար խնդրեմ մոտեցիր եւ ընտրիր առաջին գնդակ։ Կարող ես խառնել, որ բոլորը տեսնեն ամեն ինչ արդար է եւ ահա։ Հիմա տեսնենք, որ թեմայի հարցերին է առաջինը պատասխանելու Արամ Ավագյանը։ Բուդյո գլիմտ եմ քաշ։ Երազել եմ այս պայման։ Բուդյո գլիմտը։ Ինչ է գրված քո երազանքի ինչ որ մի բան կարծում եմ։ Չէ, սպորտը սպիտակով։ Սպորտը սպիտակով։ Ձմեռային մարզաձևերի մասին է խոսքը եւ հիմա մենք կսկսենք այս փուլի հարցերը։ Պատրաստ ես Արամ։ Այստեղ առավելագույն կենտրոնացում, եթե ինչ որ հարցի պատասխան չգիտես, կարող ես ասել անցանք, ես կշարունակեմ կարդալ հաջորդ հարցը։ 10 հարց ունենք, 70 վայրկյանը գնաց։ Դարպասապայի հետ միասին մեկ թիմում քանի խաղացող է միաժամանակ գտնվում սառույցի վրա հոկեյում։ Դարպասապայի հետ միասին։ Այո։ 6։ Ճիշտ է։ Պաշտոնական քանի մրցաձև կա Գեղասահքում չհաշված թիմային պայքարը։ 3։ Ոչ 4։ Ինչպես է կոչվում չմշկավազքի տարատեսակն ավելի փոքր մրցուղով։ Short track։ Ճիշտ է։ Քանի կրակակետ կա բիատլոնի արագավազքում։ 4։ Ոչ 2։ Նորվեգացի որ դահուկորդն այս տարի Միլանում եւ Կորտինա դ'Ամպեցոյում անցկացված օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց բոլոր 6 մեկնարկներում։ Ազգությունը մի հատ նորից։ Նորվեգացի։ Բյորդալեն։ Ոչ Յոհանես Կլեբոն։ Որ ակումբն է ամենաշատը նվաճել հոկեյի Սթենլիի գավաթը։ Մոնրեալ։ Մոնրեալ կանադիենս ճիշտ է։ Միլան Կորտինա 2026-ում որ մարզաձևում Հայաստանը ներկայացրին Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանին։ Գեղասակ ճիշտ է։ Որ մարզաձևում է օլիմպիական 8 ոսկե մեդալ նվաճել Ուլե Այներ Բյորդալենը։ Բիատլոն։ Ճիշտ է, ինչպես է քըրլինգում կոչվում մեկ խաղափուլը։ Անցանք։ Էնդ է կոչվում եւ վերջին հարցը ես հասցնում եմ ընթերցել դահուկներով թե չմուշկներով են մարզիկները ելույթ ունենում ֆրիստայլում։ Չմուշկ։ Ոչ դահուկներով Արամ։ 10 հարցը հասցրեցի ընթերցել եւ Արամը մեզ տվեց 5 ճիշտ պատասխան, այսինքն 50% արդյունավետություն կարծում եմ վաղ չէ, թեև կարող է լինել ավելի լավ ու նույնիսկ շատ ավելի լավ։ Բայց ընդհանուր այս պայն 18 միավոր Արամ Ավագյանը ունի եւ առաջին փուլում մեզ մոտ երկրորդ տեղում էր Իշխանը։ Հիմա Իշխանը կմոտենա եւ կընտրի իր առաջին թեման։ Տակը չէ պետքա վերցնեմ։ Տակը պետք է վերցնես, այո, բայց պլաստմասե տակ գնդակ ես չեմ պատկերացնում որ կարող է լինել։ Կարծում եմ հիշում ես թեմաները եւ հիմա ամենապատասխանատու պահն է ինչ բաժին կհասնի Իշխան Մելքոնյանին։ Բա գիտեք Ջորջո Մարկետի գործը հեշտ է։ Կոպենհագեն։ Ֆուտբոլային թվեր։ Ֆուտբոլային թվեր, շատ հետաքրքիր թեմա, որտեղ միայն թվեր են լինելու, բայց կապված են ֆուտբոլի հետ։ Տանք մի քանի վայրկյան Իշխանին տրամադրվելու համար։ Պատրաստ ես, մենք պատրաստ ենք, ժամանակը գնաց։ Որ թվականին Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի Շախտյորից տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա։ 2013։ Ճիշտ է, քանի տարեկան է այս պահին Կրիշտիանո Ռոնալդուն։ 41։ Ճիշտ է, քանի անգամ է Կրասնոդարը դարձել Ռուսաստանի չեմպիոն։ 3։ Ոչ 1, քանի երկիր կընդունի 2030 թվականի աշխարհի առաջնության առնվազն 1 հանդիպում։ 4։ Ոչ 6, որ թվականին է Մայքլ Օուենը նվաճել ֆրանս ֆուտբոլի ոսկե գնդակը։ 2001։ Ճիշտ է, որ թվականի մարտի 19-ին Արարատը չեմպիոնների գավաթի խաղարկությունում 1-0 հաշվով հաղթեց Բավարիային։ 1973։ Ոչ 1975, 100-ից ավելի թե պակաս հանդիպում է Զինեդին Զիդանն անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Պակաս։ Պակաս թե ավելի։ Պակաս, ոչ ավելի 108 հանդիպում։ Քանի տարեկան էր Պելեն, երբ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 17։ Ճիշտ է, որ համարի մարզաշապիկով է Յոհան Կրույֆը հանդես եկել Այաքսում եւ Նիդերլանդների հավաքականում։ 14։ Ճիշտ է, եւ վերջին հարցը, քանի անգամ է Ալաշկերտը դարձել ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն։ 1։ Ոչ թերագնահատում եք Ալաշկերտը 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն եւ Իշխան Մելքոնյանը բավականին լավ հանդես եկավ այս փոփ, թեև վստահ եմ կարող էր անել ավելի։ Նույնպես 5 ճիշտ պատասխան Իշխանը, ինչպես եւ Արամը, նույնպես 50%
Արդյունավետություն։ Գոհ ես թե ոչ իշխան։ Ես դժգոհ եմ, շատ Դժգոհ դժգոհ ես։ եմ, այո, Որովհետև հատկապես թվերին, Զիդանի որոնք վերաբերյալ քեզ ծանոթ էին։ ուղղակի ինձ թված հարց ծուղակ է Զիդանի հարցը, Զիդանին է հարց որովհետև ծուղակ չէ, այո, ամեն ինչ կարա այնպես ինչպես։ տրամաբանորեն պետք է ավելի անցկացրած լիներ, բայց ես Շատ լավ։ Եվ հիմա տեսնենք հակառակությամբ։ Մայեստրո Շաբոյանը ինչ կասի մեզ։ Ինչ թեմա է ընտրելու, խնդրեմ, համեցեք։ Տեսնենք։ Առանց խառնելու։ Առանց մտածելու, առանց խառնելու, հա, բայց դուք արդեն համոզվել եք, որ տաք գնդակներ այնտեղ չկան։ Ես իմ գործընկերներին վստահում եմ, նրանք խառնեցին իմ Քեզ փոխարեն։ համար խառնեցին։ Եվ որ թեման ես ընտրում դու։ Հիմա տեսնենք նրանց խառնացի արդյունքում Կամ աստծո կամ էսևանքով պատճառը տեսնենք որն է։ Սպորտ եւ կինո։ Սպորտ եւ կինո շատ Շատ լավ, հետաքրքիր շատ թեմա։ լավ։ Հասկանալի է, որ Մեր այս գործընկեր Հայկ Հովհաննիսյանի այս թեմայի տակ քողարկված են հարցեր, որոնք սպորտային ֆիլմերի մասին են, եւ եթե դրանք դիտել ես կամ լսել ես, պետք է որ խնդիրներ չունենաս։ Սպորտ եւ կինո խաղում ենք Էրնեստ Շաբոյանի հետ, եթե պատրաստ ես, գնանք։ Ժամանակը գնաց։ Որ մարզաձևի մասին է Անտոն Մեգերդիչևի 2017 թվականին նկարահանված Շարժում վերև ֆիլմը։ Շարժում։ Ժամանակը Էրնեստ Արագեպետ։ Բասկետբոլ։ Ճիշտ է։ Ալի կենսագրական մարզական դրամայում հոլիվուդյան որ դերասանն է կատարում Մոհամեդ Ալիի դերը։ Ուիլ Սմիթ, ճիշտ է։ Ալեքսեյ Սիդորովի աշխարհի չեմպիոնը ֆիլմում գործող որ չեմպիոնից է փորձում շախմատային թագը խլել հավակնորդ Վիկտոր Կորչնոյը։ Միխայել Տալ։ Ոչ, Անատոլի Կարպով, որ մարզաձևի մեծագույն դիմակայություններից մեկի մասին է 2017 թվականի Բորգ Մաքինրոյ ֆիլմը։ Թենիս։ Ճիշտ է, որ ֆուտբոլիստի կյանքի մասին է պատմում 2024 թվականի Ֆեդիա ժողովրդական ֆուտբոլիստը ֆիլմը։ Չերենկովի։ Ճիշտ է, ինչպես է կոչվում 2013 թվականին էկրան բարձրացած հանրահայտ հոկեիստ Վալերի Խարլամովի մասին պատմող Լեգենդա ֆիլմ։ 17, համար 17։ 17 համարի լեգենդա հաշվում է մարզական որ կառույցի մասին է պատմում 2014 թվականին նկարահանված Երազանքի լիգան ֆիլմը։ FIFA։ Ճիշտ է, որ բասկետբոլիստի եւ որ թիմի մասին է 2020 թվականի Վերջին պարը դոկումենտալ սերիալը։ Մայքլ Ջորդան։ Եվ թիմը Չիկագո Բուլս։ Ճիշտ է, Մայքլ Ջորդան եւ Չիկագո Բուլս ժամանակը սպառվեց, ես հասցրի ընթերցել Էրնեստի համար 8 հարց եւ այդ 8 հարցից 7-ին նա ճիշտ պատասխանեց, այսպես Էրնեստ Շաբոյանը թեև ավելի քիչ հարցի պատասխանեց, բայց ավելի արդյունավետ խաղաց եւ նա երկու միավոր կրճատեց տարբերություն ձեզ հետ, տեսնում եք ինչպես է ստացվում, որ մի փոքր ավելի երկար մտածելով, բայց ավելի արդյունավետ խաղաց, բրավո Էրնեստ։ Թե ինչու էի ասում, ես վստահում եմ իմ գործընկերներին, նրանք խառնեցին։ Այսինքն թեման հոգեարազատ էր։ Շատ, իհարկե։ Շատ լավ, վերադառնում ենք Արամին։ Արամ, հետևություններ կարծում եմ արել ես։ Իդեպ Կարպովը գիտեի, ուղղակի էլի ժամանակից հայտնոտը խանգարեց։ Այո, Անատոլի Կարպովի մասին էր ըստ էության այդ ֆիլմը։ Երկրորդ թեման իր այս փուլում կընտրի Արամ Ավագյանը, ավելի ճիշտ ընտրել է արդեն եւ մեզ հիմա կցուցադրի Մունդիալ 98, երբ որ ես ծնված չէի, էլի։ Բայց դա ընդհանրապես կապ չունի, որովհետեւ եթե ֆուտբոլ ասեր ես, առավել եւս եթե ֆուտբոլ այ մեկնաբան ես, պետք է մունդիալի։ Տարավ մունդիալը։ Տարավ, այո, Էրնեստի Գանձը տարավ Արամը։ Մունդիալ 1998 խաղում են Արամ Ավագյանի հետ, ժամանակը գնաց։ 1998 թվականին որերորդ անգամ Ֆրանսիան ընդունեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Երկրորդ։ Ճիշտ է, Փարիզի որ արվարձանում է գտնվում 98 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն ընդունած Stade de France ստադիոնը։ Թաղամասում։ Այո, արվարձանում։ Անցանք։ Սենդենի։ Ինչի պատճառով Զինեդին Զիդանը բաց թողեց 1/8 եզրափակչի Պարագվայի հետ հանդիպումը։ Արագազրկված էր։ Այո, ճիշտ է։ Նիդերլանդներ Արգենտինա քառորդ եզրափակչում ով 90-րդ րոպեին խփած շքեղ գոլով Դենիս Բերկամփ, ճիշտ է, 1998 թվականի աշխարհի առաջնությունում ով էր Բրազիլիայի հավաքականի ավագը։ Կաֆու։ Ոչ Դունգան 1/8 եզրափակչի Արգենտինա Անգլիա խաղում ում ոտքին հարվածելու համար դաշտից հեռացվեց Դեվիդ Բեքհեմը։ Որ խաղի Ում հարվածելու պատճառով հեռացվեց Դեվիդ Բեքհեմը։ Դիեգո Սիմեոնեի, որ հավաքականը 1998 թվականի աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը։ Նիդերլանդներ։ Ոչ Խորվաթիան, Բրազիլիայի հետ եզրափակչում Ֆրանսիայի կազմում դուբլ գրանցեց Զինեդին Զիդանը, իսկ ով խփեց ֆրանսիացիների 3-րդ գոլը։ Պաշտպաններից էր, Արագ, չեմ հիշում։ Էմանուել Պետին հասցնում է 9-րդ հարցը ընթերցել, ով դարձավ 98 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ 1 2 3 պատասխանել է պետք, Ասեմ Զիդան։ Կասես Զիդան, իսկ ճիշտ պատասխանը կարծում եմ Էրնեստը կասի։ 98-ին։ Այո։ Լավագույն ռմբարկուն։ Ասա։
98-ին Ես- կարծեմ Ռոնալդոն դարձավ։ Ենթադրում եմ Սիմեոնեն Շուկերը։ հիշում է։ Այո, իշխանը շատ Շուկերը, ավելավ է հիշում Շուկերը։ Դավոր Շուկերին, որը փայլեց այդ մունդիալում։ Իհարկե 3 ճիշտ պատասխան արամ մունդիալ 98-ից։ Բայց ինչ Կարծում եմ Երկու հարց Ա, անկեղծ գիտեի, ես էլ էի Խորվաթիան գիտեի, մեկ էլ Ինչ թեմա։ Այո, եւ իհարկե Սիմեոնեն Դիեգո հիշում է, Սիմեոնեն Սիմեոնեն հիշում է։ 3 ճիշտ պատասխան տվեց Արամը եւ գումարում ենք այն 5-ին, Շատ 8 միավոր ափսոս։ այս փուլում վաստակեց Արամ Ավակյանը եւ Իշխան քո հերթն է երկրորդ հարցը։ Թենիսը պահել։ Ադրելու մեկը քեզ, մեկը Էրնեստին, որն էս թողնում է Բեր Իշխան ջան, մի անգամից բեր։ Մեզ հիշեցնեմ մնացել է 2 թեմա մեծ սաղավարտ եւ Փարիզ 2024, որն է այդ երկուսից հիմա Երկուսն էլ լավ չի, մի անգամից ասեմ։ Շատ լավն են իդեպ։ Մեծ սաղավարտ։ Մեծ սաղավարտ, թենիս չես դիտում Իշխան։ Քիչ։ Քիչ։ Դե հիմա կտեսնենք որքանով։ Փարիզ 2024 Խաղում ենք մեծ սաղավարտ թեման։ Խաղում ենք Իշխան Մելքոնյանի Վատ հետ, թեմա։ եթե պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Ուրեմն 70 վայրկյանը գնաց։ Որ քաղաքում է անցկացվում թենիսի մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը։ Ավստրալիա, Քաղաքում Մելբուրնն է ճիշտ պատասխանը, ում անունով է կոչվում Ռոլան Գարոսի կենտրոնական կորտը։ անցանք։ Ֆիլիպ Շատրիեի, ով է ամենաշատ տիտղոսը նվաճել Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում։ Ռոժեր Ֆեդերեր, Ճիշտ է, մեծ սաղավարտի որ մրցաշարի հանդիպումներն են անցկացվում աշխարհի ամենամեծ թենիսային ստադիոնում։ մի հատ նորից հարցը։ Մեծ սաղավարտի որ մրցաշարի հանդիպումներն են անցկացվում աշխարհի ամենամեծ թենիսային Ռոլան ստադիոնում։ Գարոս, Ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների բացառայնության, ով է պատմության միակ թենիսիստը, որը 2 անգամ նույն տարում հաղթել է մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում։ Ջոկովիչ, Ոչ Ռոդ Լեյվերը, ով է միակ թենիսիստուհին, որը 2 անգամ նույն տարում հաղթել է մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերի եւ մենախաղում եւ զուգախաղում։ Սերենա Վիլյամս, Ոչ Մարգարետ Կորտը, քանի անգամ է Ռաֆայել Նադալը հաղթել Ֆրանսիայի բացառաշտությունում։ 14, Ճիշտ է, Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բացառաշտությունում հաղթել է ռեկորդային 10 անգամ, իսկ քանի անգամ է նա պարտվել այդ մրցաշարի եզրափակչում։ 10, Ոչ 1։ Մեծ սաղավարտի մրցաշարերից որում է ամենակիչը տիտղոս նվաճել Սերենա Վիլյամսը։ Սա վերջին Ռոլան հարցն էր։ Գարոս, Այո, ամենակիչը նա Ռոլան Գարոսում է 10-րդ հարցը ես չհասցրի ընթերցել եւ Իշխան Մելքոնյանը թեև կարծում էր, որ սա նրա թեման չէ, բայց այնուամենայնիվ մեզ տվեց 3 ճիշտ պատասխան, ինչ կարող ենք ասել։ Իրոք նրա թեման Լավ էր, լավ էր, Չէ, լավ լավ էր, անկեղծ Չէ, լավ էր։ առավելագույնը Ինից Իշխանը 3, խաղեց։ եթե հաշվի առնենք, որ 8-ից 7 է մեզ մոտ եղել, 9-ից 3 կարծում լավ տարբերակ չէ, Առավելագույնը բայց ամեն Իշխանը դեպքում խաղեց։ վատ չէր Իշխանը Արամի հետքերով էլ գնում է 5 Հավասար հետո գնում 3։ ենք, հա։ Հիմա Էրնեստ, Այ բնած գիտենք, Փարիզ այո, տրամադրված 2024 եկել լավ է։ չի։ թեև գիտենք ինչ է այստեղ Հետ թաքնված, լավ չի։ բայց ապացուցելու համար պետք է։ Սպորտ եւ կինո։ Սպորտ եւ կինո կարող է։ Նորից սպորտ եւ կինո։ Եկեք Փարիզ մունդիալ- 2024 պետք է հանի Փարիզ 2024։ Էրնեստ Շաբոյանը, ահա դրա վառ ապացույցը Փարիզ 2024 մենք ունենք եւ Էրնեստ տրամադրվի։ Փորձենք, Հարցերը փորձենք։ լավն են, բարդ չեն։ Դե, եթե այդքան շատ չեմ նայել, թե պետքա հիշեմ, սենց ասենք, գնացինք Շատ լավ։ Պատրաստ ենք։ Այո։ Ուրեմն 70 վայրկյանը գնաց։ Փարիզը դարձավ երկրորդ քաղաքը, որն ամառային օլիմպիական խաղերն ընդունեց երրորդ անգամ, որն էր առաջինը։ Աթենք։ Ոչ Լոնդոնը, ՄՕԿ-ի որ նախագահի համար 2024-ի խաղերը դարձան վերջինն այդ պաշտոնում։ Անցանք։ Թոմաս Բախի, Փարիզի որ գետի վրա անցկացվեց 2024 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողության մարզիկների Սեն։ շքերթը։ Սեն, ճիշտ է։ Որ երկրի ներկայացուցիչները 40 ոսկե եւ ընդհանուր 126 մեդալով հաղթեցին թիմային հաշվարկում։ Միացյալ Նահանգներ։ Ճիշտ է, քանի մեդալ Փարիզ 2024-ում նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչները։ Օ, 3 Ոչ 4, ով հաղթեց Փարիզ 2024-ի թենիսի տղամարդկանց մրցաշարում։ Թենիսի Արա, Արգենտինան։ Ով։ Արգենտինան։ Թենիսի տղամարդկանց մենախաղում Արգենտինան չէր խաղ, այո։ հա։ Նովակ Ջոկովիչը, որ մարզաձևի մրցումներ չանցկացվեցին 24 թվականին Փարիզում, մոտոսպորտ թե բրեյք-դանս։ Օ, մոտոսպորտ բրեյք-դանս։ Ոչ բրեյք-դանս կար, մոտոսպորտ, որ հավաքականը հաղթեց Փարիզ 2024-ի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում։ Օ, թե կարոս հիշի։ Իսպանիա։ Ճիշտ է եւ հասցնում եմ ընթերցել 9-րդ հարցը, ով էր Ֆրանսիայի նախագահը 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ժամանակ։ Մակրոն։ Էմանուել Մակրոն, այո, սա երևի ամենահեշտ հարցն էր եւ Էրնեստ Շաբոյանը, տեսնում եք, նույնիսկ այստեղ ավելի շատ ճիշտ պատասխան տվեց, քան դուք, 4 ճիշտ պատասխան Էրնեստ։ Վատ չէր։ Comeback։ Ինչպես կգնահատես։ Չէ, Մոտեցար վատ առաջատարին։ չէր, հա, բայց այնտեղ Ջոկովիչը գիտեի, ուղղակի հարցը ճիշտ չեն Ուղղակի Արգենտինան Այո, եկավ, ինչու չգիտես Չէ, ինչու թիմային էի լսել ես, թիմային էի այո։ լսել։ 4 ճիշտ պատասխան եւ հիմա մենք կամփոփենք
երկրորդ փուլը։ Այսպիսով Իշխանը եւ Արամը 8-ական միավոր վաստակեցին երկրորդ փուլում, իսկ Էրնեստը բավականին ճիշտ մոտեցում դրսևորեց եւ 11 ճիշտ պատասխան տվեց, նա 3 միավոր կրճատեց տարբերություն առաջատարների հետ եւ հիմա մենք անցնում ենք մեր վերջին երրորդ փուլին։ Շարունակում ենք գիտելիգան եւ մեզ մոտ երրորդ փուլն է, շատ թեժ պայքար, երրորդ փուլում ամեն ինչ կարող է փոխվել եւ պետք է փոխվի, որովհետեւ հաղթելու համար այստեղ պետք է չխնայեք ոչինչ։ Երկու փուլի արդյունքում մեզ մոտ առաջատարի փոփոխություն չկա, բայց ուժերի դասավորության փոփոխություն ունենք։ 18 միավոր Իշխան Մելքոնյանն ունի երկու փուլի արդյունքում, Էրնեստ Շաբոյանը 20 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ Արամ Ավագյանը պահպանում է առաջատարությունը 21 միավորով։ Էրնեստը ընդհուպ մոտեցավ Արամին, Իշխանն էլ հեռու չէ, իսկ դա նշանակում է, որ պայքարը շատ թեժ է, առավել եւս, որ մենք հիմա սկսելու ենք երրորդ փուլ։ Ես հիշեցնեմ ձեզ երրորդ փուլի կանոնները։ Մենք ունենք 12 խորանարդիկ, յուրաքանչյուրդ ունեք ձեր գույները։ Էրնեստ Շաբոյանից սկսենք այս հերթականությամբ, Էրնեստ կանաչն է քո գույնը, դու պետք է հիշես շատ կարճ ժամանակում, թե որ թվերի տակ են քողարկված կանաչ գույները, այնտեղ քո հատուկ թեմայի հարցերն են։ Արամ Ավագյանի գույնը կապույտն է եւ դեղինը Իշխան Մելքոնյանի գույնն է։ Բացի այս 3 գույներից մենք ունենք մոխրագույն խորանարդիկներ, որտեղ քողարկված է չեզոք թեմա։ Դուք առայժմ չգիտեք ինչ թեմա է այնտեղ քողարկված, եթե կընտրեք, այդ ժամանակ կիմանաք։ Իսկ ինչ թեմաներ են մեր մասնակիցներն ընտրել այս փուլի համար։ Եվ այսպես Էրնեստ Շաբոյանը ընտրել է Մունդիալ 1994-ը։ Մի թեմա, որը ըստ նրա միայն նա լավ գիտի, զուտ տարիքը հաշվի առնելով չնայած կարող եք եւ շատ բան իմանալ։ Արամ Ավագյան այստեղ խորամանկելու փորձեր նա անգամ չձեռնարկեց եւ առաջին հատուկ թեման Արամի Սիդնի Քրոսբին է, Փիթսբուրգ Պինգվինսի ավագը, եթե չէիք ճանաչում հանկարծ։ Իսկ Իշխան Մելքոնյանը ընտրել է Մադրիդի Ռեալի 2013-14 թվականների մրցաշրջանը։ Այսպիսի հատուկ թեմաներ ունեք։ Ինչ է սա նշանակում։ Եթե դուք ընտրում եք ձեր գույնը, պատասխանում եք ձեր թեմայի հարցին, ստանում եք ճիշտ պատասխանի դեպքում 1 միավոր։ Եթե պատահաբար կամ միտումնավոր ընտրում եք չեզոք թեմայի հարց եւ ճիշտ եք պատասխանում, վաստակում եք 2 միավոր։ Իսկ եթե որոշում եք պատասխանել մրցակցի հատուկ թեմայի հարցին եւ ճիշտ եք պատասխանում, ստանում եք միանգամից 3 միավոր։ Այսպիսի լայն դաշտ է ստեղծված խորամանկելու համար, եթե միավորներով հետ եք եւ ցանկանում եք հասնել, կարող եք օգտվել այդ խորամանկությունից, բայց հիշելու համար ձեզ շատ կարճ ժամանակ է տրվելու, դուք պետք է փորձեք հիշել, որ թվերի տակ են քողարկված ձեր գույները։ Էրնեստը կանաչ, Արամը կապույտ, Իշխանը դեղին։ Եվ այսպես, եթե պատրաստ եք, հիմա ուշադրությունը էկրանին, շատ կարճ ժամանակ ունեք ձեր գույները հիշելու համար։ Հուսով եմ հիշեցիք, եթե չհիշեցիք, ավելի հետաքրքիր։ Խառնաշփոթը շատ ավելի հետաքրքիր կդարձի։ Ես անկեղծ ասած չհասցրի, բայց դե ոչինչ, ավելի հետաքրքիր կդառնա։ Տարակ Քրոսբիներս էր ինձնից էս։ Եթե պատրաստ եք, մենք սկսենք երրորդ փուլը, հիշեցնեմ նաև, որ կա մոխրագույն չեզոք թեման, իսկ սկսում է մեզ մոտ Արամը, որովհետև նա առաջատարն է եւ առաջին թիվը, Արամը։ 10, բացենք 10։ Կապույտ է, դա Արամի հատուկ թեման է, ընտրեց իր թեման Արամը եւ հնչեցնում եմ այս թեմայի առաջին հարցը Արամ։ 2007 թվականին Սիդնի Քրոսբին առաջին անգամ կարիերայում նվաճեց Art Ross Trophy-ն։ Քանի միավոր վաստակեց նա այդ տարվա կանոնավոր առաջնությունում։ 108։ 108 պատասխանում է Արամը։ Ինչ եք կարծում, ճիշտ է։ Չէ, իհարկե ճիշտ չի։ Իհարկե ոչ։ 120 միավոր, Արամ, 120 միավոր Քրոսբին վաստակեց իր առավելագույնը կարիերայում եւ դա նրա ուղղակի ֆենոմենալ տարին էր։ Սխալ պատասխանեց Արամը իր առաջին հարցին եւ միավոր չստացավ ցավոք սրտի, այսպես լինում է նաեւ քո թեմային կարող ես ճիշտ չպատասխանել։ Էրնեստ, հաջորդը քո թիվն է եւ որն է 1-ը։ որը որ հիշել եմ։ Էրնեստը որ ամենահեշտ է հիշելը եւ տեսնենք, եկեք Այդ մեկն եմ տեսել համոզվենք, որ առաջինը Էրնեստի թեման է, այո, կանաչ է Էրնեստ Շաբոյանի թեման է եւ Մունդիալ 1994, այստեղ իդեպ տղաները եւս կարող են միանալ քննարկմանը քեզ հետ, թեև եթե հուշեք, դա ձեր խնդիրն է, կարող եք օգնել, կարող եք չօգնել։ Էրնեստ, առաջին հարց։
1994 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Ռուսաստան-Կամերուն խաղում սահմանվեց մունդիալների 1 խաղում 1 ֆուտբոլիստի արդյունավետության ռեկորդը, ով այդ խաղում դարձավ 5 գոլի հեղինակ։ Օլեգ Սալենկոն։ Օլեգ Սալենկո ասում է Էրնեստ, իսկ ճիշտ է ասում։ Շատ վստահ է ասում, զուտ դրամար ենք ասում։ Իսկ նա իրոք ճիշտ է ասում, Օլեգ Սալենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ 5 գոլի հեղինակ, ցուցանիշ, որը չի գերազանցվել մինչև օրս։ Սա իհարկե ճիշտ պատասխան է եւ Էրնեստը վաստակում է 1 միավոր, ֆիքսենք Էրնեստի 1 միավորը, նա ստացվում է ընթացիկ հավասարվում է առաջատարին եւ հիմա Իշխան Մելքոնյանի հերթն է։ 2 թիվն է ընտրում Իշխանը, հիմա եկեք տեսնենք դեղին գույնն է։ Իշխանը եւս հիշել էր իր գույնի, համենայն դեպս առաջին խորանարդիկը եւ Մադրիդի Ռեալի 2013-14 մրցաշրջանի մասին է խոսքը։ Այս թեմայում հնչում է առաջին հարցը 2013-14 թվականների մրցաշրջանում քանի գոլ խփեց Մադրիդի Ռեալի հարձակման BBC եռյակը։ Թվերով հարցերը ամենաբարդն են։ Թվերով հարցերը ամենաբարդն են, բայց եթե այդ մրցաշրջանի մասին գիտես ամեն ինչ, սա պետք է իմանալ։ 73, եթե ճիշտ եմ հիշում, Ռոնալդուն 51, Բենզեման 22, Բեյլը 24, այսինքն 97։ Դա վերջնական պատասխանն է։ Այսպիսի ֆենոմենալ գիտելիքներով մարդիկ կան մեզ մոտ Հայաստանում։ Եվ իմացեք, նա հիշեց առանձինով քանի գոլ է խփել, գումարեց եւ ճիշտ պատասխանը ստացավ։ 97 գոլ են նրանք խփել միասին, փայլուն էր ուղակի Իշխան, 1 միավոր։ Ցավոք ընդամենը 1 միավոր դրա համար, որովհետեւ այստեղ Բեյլը, Բենզեման եւ Ռոնալդուն 1 մարմին են։ Շարժվում ենք առաջ եւ վերադառնում ենք Արամին, որը պետք է ընտրի իր երկրորդ փորձի, գտնի իր երկրորդ։ Ուսամ թիվ չի լինի 4-ը։ 4-ը։ Տեսնենք ինչ է 4-րդ խորանարդիկ։ Տակ մեզ մոտ թաքնված, իսկ այստեղ Արամ քո կապույտն է, շատ ճիշտ։ Կռայեցիր Արամ Ավագյան եւ մենք շարունակում ենք քեզ հետ խաղալ Սիդնի Քրոսբի։ Պատրաստվում եմ երկրորդ հարցը։ Քանի գոլ խփեց Սիդնի Քրոսբին 2016 թվականի Սթենլիի գավաթի խաղարկության Սան Խոսե Շարքսի հետ եզրափակիչ սերիայի 6 խաղում։ Ոչ թե 6-րդ խաղում, այլ բոլոր 6 խաղում։ 2016 թվական։ Եթե ճիշտ եմ հիշում, հենց 6 գոլ։ Եթե ճիշտ ես հիշում, հենց եթե ճիշտ է հիշում, թե ոչ։ Դե որ հարցնում եք ուրեմն չէ։ Իսկ ընդունում եմ պատասխանը, չէի մտածում, որ սա Իշխանի ասած այն ծուղակ հարցերից է։ Ոչ մի գոլ։ Այո, իհարկե։ Ոչ մի գոլ։ Ռոսբին այդ սերիայում չխփեց, դրա համար էլ այս հարցը ես առանձնացրել էի ցավոք սրտի։ Երկրորդ հարցին քո նույնպես չպատասխանեցիր։ Արամ եւ Էրնեստը հիմա շանս է ստանում ստանձնելու առաջատարությունը, Էրնեստ։ Խնդրեմ։ 3։ Շատ վստահ, բայց տեսնենք ճիշտ թե ոչ կանում։ Իսկ այստեղ 3-ը մեզ մոտ չեզոք թեմա է, Էրնեստ։ Չեզոք թեման մեզ մոտ այսօր ականջավոր գավաթն է։ Օհո։ Չեմպիոնների լիգայի մասին։ Ամեն հիշե, չէ՞։ Լիգայի մասին։ Եվ առաջին հարցը. ով է UEFA-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության պատմության երկրորդ ուկրաինացի ռմբարկում։ Ու առաջինը հասկանալի է ով է։ Առաջինը Անդրեյ Շևչենկոն է, դա բոլորը գիտեն, ով է երկրորդ ուկրաինացին խփած գոլերի քանակով Չեմպիոնների լիգայում։ Տարբերակները շատ կարող են լինել այստեղ։ Շատ ուժեղ ուկրաինացի։ Դինամո Կիևում Շևչենկոյի թիմակիցը։ Դու նկատի ունես Սերգեյ Ռեբրովին Իշխան։ Այո։ Ոչ։ Էրնեստը չի ցանկանում լսել։ Եթե Արամ դու ունես տարբերակ։ Ոչ։ Չեմպիոնների լիգա չես նա։ Չդիտում եմ, բայց տարբերակ չունեմ։ Ժամանակն է Էրնեստ, պետք է պատասխանը հնչեցնել։ Եկեք ասեմ Բլոխին։ Օլեգ Բլոխին։ Այնտեղ Յարմոլենկոյի տարբերակ կար։ Չեմպիոնների լիգայի ճիշտ պատասխանն իրականում Անդրեյ Յարմոլենկոն։ Դե ուզում է էլի։ Միակներ որ տես Երբ ուզում ես պետք է պատասխանես Էրնեստ։ Չօգտվեցիր քո շանսից առաջատար դառնալու եւ մենք շարժվում ենք առաջ Իշխան։ Ախր ասում եմ դրանից հետո էլի չի լինում։ Էլի դրանից հետո չի անցնում։ 8-ը ասում է Իշխանը եւ տեսնենք ինչ գույն է 8 համարի տակ։ 8-ի տակ մեզ մոտ դեղին է, սա կրկին Իշխանի թեման է, Մադրիդի Ռեալ։ 2013-14 թվականների մրցաշրջանում Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության եզրափակչում Մադրիդի Ռեալի հաղթական գոլն անհատական երկար անցումից հետո խփեց Գարեթ Բեյլը։ Իսկ ով կատարեց գոլային փոխանցումը։ Ֆաբիո Կոենտրաուն։
նույնիսկ չի ցանկանում մտածել։ Նա իրոք ամեն ինչ գիտի։ Դե չէ, իշխանը Ռեալով հատկապես շատ այդ ուժ է։ մրցաշրջանի Իշխան, իրոք Ռեալ Ֆաբիո իշխան։ Կոենտրաուն կատարեց այդ փոխանցումը եւ զավեշտային էր, որ դա ըստ էության գոլային փոխանցում էլ չես համարի։ Պարզապես թողեց գնդակը Բեյլին, վերցրեց եւ ամեն ինչ արեց։ Մեկ միավոր վաստակում է Իշխան Մելքոնյանը եւ վերջին շրջանն է մեզ մոտ սկսվում Արամ երրորդ փորձը։ Մոխրագույնը չեմ կարողանում հիշել որտեղ էր։ Ահա, հիմա Արամը փորձում է Ես արդեն կինը չես չեմ զգտել։ Ես կոները կասեմ։ Այստեղ մարտավարական պայքարը սկսվեց, ամեն ինչ թեժ է։ Անկեղծ իմը չեմ հիշում, պիտի փորձեմ նա Իմը գիտեմ, բայց եթե ճիշտ եմ Դե, հիշում։ Արամ, լսում ենք։ Լավ, եկեք իմը թվով կրվեմ։ 5-ը։ 5-ը, ասում է Արամը եւ բացեք խնդրեմ 5-րդ։ Արգրիկը եւ այն մեզ մոտ կապույտ է նորից քո թեման է։ Վերջապես Քրոսբիի մասին ճիշտ պատասխան կլսենք թե ոչ։ Երրորդ հարցը Սիդնի Քրոսբի թեմայից։ Քանի անգամ է Սիդնի Քրոսբին Կանադայի հավաքականի կազմում դարձել աշխարհի չեմպիոն։ 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ Աշխարհի չեմպիոն այս տարիի դեպքն է, չկարողացավ դառնալ, թեև որոշեց այսպես ծերության տարիներին եւս մեկն եմ ավելացնել։ Այդ մեկն էլ վստահ կասեմ։ 1 1 թվականը կհիշես։ շուտ էր, շատ շուտ Շուտ էր։ էր, 11 տարի առաջ։ 2015 թվականին, այո, մեկ անգամ է ընդամենը Սիդնի Քրոսբին դարձել աշխարհի չեմպիոն, շատ ճիշտ է, Արամը վերջապես գտավ ճիշտ պատասխան Քրոսբիի վերաբերյալ եւ մեկ միավոր Արամ Ավակյանը ստանում է Էրնեստ, սա ինչպես հասկանում ես վերջին շանսն է։ Տենց վիզուալ 9 ոնց որ կանաչ էր, որքանով որ հասցրի 9 ենք ընտրում։ 9 եկեք 9, ընտրենք։ եկեք բացենք 9։ Կանաչ, սա քո թեման է Էրնեստ։ Եթե այսպես էիր պլանավորել, ուրեմն Չէ, անկեղծ չեմ, ուղակի փորձեցի հիշել գույներով, որովհետեւ Մունդիալ ես 1994 1994 թվականի աշխարհի առաջնային եզրափակիչ Բրազիլիա-Իտալիա դիմակայության հետ խաղային 11 մետրանոց հարվածաշարում, ովքեր բացի Ռոբերտո Բաջոյից վրիպեցին իտալացիների կազմում։ Ֆրանկո Բարեզի, Դանիել Մասարո։ Չի ցանկանում անգամ մտածել։ Այսպես Գիտեք ինչ, որովհետև մենք նայել ենք այդ խաղը, իսկ դուք ոչ։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Ֆրանկո Բարեզին եւ Դանիելը Մասարոն բացի Բաջոյից վրիպեցին եւ մեկ միավոր վաստակում է Էրնեստ Շաբյանը, ես շատ հետաքրքիր բան եմ հիմա կանխատեսում, թեև շատ մոտավոր եմ հաշվել, բայց եթե չեմ սխալվում, հավասարությունը մեզ մոտ եւ Իշխան Ես հիշում եմ իմ գույնը։ Շանսը, ահա, Եվ դա հիմա պետք է հասկանալ, թիվն պետք է քո գույնը ընտրել, թե պետք չէ։ Պետք չէ, որովհետև ես երկու միավորով զիջում եմ։ Եվ կընտրեմ 12-ը, բայց չեմ հիշում։ 12-ը բացենք։ Դա կանաչ էր թե մոխրագույն։ Հուսանք մոխրագույն։ Դե կանաչի դեպքում ավելի շատ է։ Բայց կանաչի Իսկ 12-ը մեզ մոտ մոխրագույն է։ Չեզոք։ Թեմա, որը ականջավոր գավաթն է հիշեցնում։ Եվ ընթերցում եմ մեր այս խաղի վերջին հարցը։ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2003-4 թվականների խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում ինչ հաշվով Լա Կորունյայի Դեպորտիվոն հաղթեց Միլանին եւ դուրս եկավ Կիսա եզրափակիչ։ 4-0։ 4-0 ճիշտ պատասխանը եւ 2 միավոր ենք գումարում Իշխան Մելքոնյանին եւ եկեք հասկանանք ինչ կատարվեց մեզ մոտ երրորդ փուլում եւ ընդհանուր խաղում։ Ամփոփենք երրորդ փուլը, պարոնայք, ուղղակի ֆենոմենալ է։ Արամ Ավակյանը 1 միավոր վաստակեց երրորդ փուլում։ Էրնեստ Շաբյանը 2 միավոր վաստակեց։ Իսկ Իշխան Մելքոնյանը մի ամբողջ 4 միավոր վաստակեց։ Իսկ գիտեք դա ինչ է նշանակում, որ ընդհանուր 3-ըդ վաստակել եք 22-ական միավոր, հա, այսպիսի անհավանական զուգադիպություն։ Չեք ցանկանում զիջել միմյանց։ Եթե այս խաղը ֆուտբոլ լիներ, Բավարիա PSG խաղը կլիներ առաջին։ Այո, հնարավոր։ Տարապես։ Մենք ստիպված ենք դիմել լրացուցիչ հրաձգության, այսպես ասենք, շատ արագ որոշելու ենք առաջին եւ երկրորդ տեղերը գրավող մասնակիցներին, որովհետև դա շատ կարևոր է հաջորդ փուլ անցնելու առումով։ Առաջարկում եմ այսպես, ես ընթերցում եմ հարց, դուք լսում եք եւ բարձրացնում եք, այսպես կպարզեք ձեր բութ մատերը, մեծ մատերը։ Ես կնայեմ ինչ հերթականությամբ պարզեցիք, այդ հերթականությամբ էլ կարող եք պատասխանել հարցին։ Եթե ճիշտ է պատասխանում առաջին բարձրացնողը, նա հաղթում է այս խաղում։ Հետո խաղում ենք մյուս երկուսի համար։ Եթե սխալ է պատասխանում, երկրորդ բարձրացնողը կարող է նույն հարցին պատասխանել, հետո երրորդը։ Հասկանալի ամեն ինչ։ Այո, այո։ Առաջարկում եմ սկսել մնացած մեր չեզոք թեմայից եւ այստեղ ականջավոր գավաթներ։ Պատրաստ եք։ Այո։ Հոլանդական 3 գրանդ ակումբներից որն է առաջինը նվաճել չեմպիոնների գավաթը։ Էրնեստ, Արամ, Իշխան։ Այս հերթականությամբ դուք պարզեցիք
ձեր մեծ մատները։ Եվ լսում ենք Էրնեստ քո տարբերակ։ Ինչքան հիշում եմ Ֆեյենորդը։ Ոչ թե ինչքան, այլ շատ ճիշտ եք հիշում, Էրնեստ։ Շատ ճիշտ է հիշում Էրնեստը 1970 թվականին մինչև Այաքսի հեգեմոնիան Ֆեյենորդը նվաճեց չեմպիոնների գավաթը եւ դա ճիշտ պատասխան է Էրնեստ Շաբոյանը հաղթում է առաջին քառորդ եզրափակում եւ երաշխավորում իր տեղը։ Կիսա եզրափակում կարելի է շնորհավորել։ Բայց մենք դեռ գործ ունենք անելու։ Մենք պետք է parzենք Արամը թե իշխանը կգրավեն երկրորդ տեղը այս խաղում եւ կպահպանեն հնարավորություն։ Ես դուրս գալու շնորհակալություն հայտնել ծնողներիս, Մենք ունենք մնացած երկու հարց մեկական թեմայից՝ Մունդիալ 94 եւ Ռեալ 2011-14։ Եկեք թող Էրնեստը որոշի այդ երկու թեմաներից որ հարցն ենք համաձայն եք։ Քանի որ Ռեալը իշխանի ոլորտն է, անարդար կլինի որոշելը, եկեք այնպիսի թեմա ընտրենք, որը երկուսի համար էլ մի քիչ այսպես հավասար է։ Մունդիալ 94, թող մեր տղաները միասին պայքարեն։ Մունդիալ 94 1994 թվականի աշխարհի առաջին քառորդ եզրափակում Բուլղարիայի հավաքականը 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Գերմանիայի ընտրան նկատմամբ։ Ովքեր այդ խաղում խփեցին բուլղարացիների գոլերը։ Ծանր է Էրնեստի անհատական թեման է, նա իհարկե այնտեղ տանջվում է, որովհետև շատ լավ հիշում է, իսկ դուք ունեք տարբերակներ, պարոնայք թե ոչ։ Ես նախնական Քրիստոս Ստոյչկովը դուբլ է ձևակերպել, մոտավորապես այսպեսի։ Ուրիշ տարբերակ ես չունեի, երդվում եմ նույն բանն էի մտածում։ 50%-ով իշխանը պատասխանեց հարցին, Քրիստոս Ստոյչկովը եւ Յորդան Լեչկո։ Եվ Յորդան Լեչկով, այո, նրանք դարձան մեկական գոլի հեղինակ, երկուստ էլ չպատասխանեց եւ մեզ մնում է մեկ հարց արդեն Ռեալ 2013-14։ Ցես նստեմ։ Թեմայից եւ ընթերցում եմ այդ հարցը։ Չմոռանաք բարձել մատները, որովհետեւ պատասխան ընդունելու եմ միայն այդ դեպքում։ 2013-14 թվականների մրցաշրջանում ով էր Մադրիդի Ռեալում կրում 10 համարի մարզաշապիկը։ Առաջինը իշխանն էր եւ նա կպատասխանի, որ Առաջին տուրում Մեսուտ Օզիլը, իսկ դրանից հետո ոչ ոք։ Իրականում, այո, Մեսուտ Օզիլը մի փոքր այսպես հասցրեց խլել 10 համարը, բայց նա հեռացավ շատ շուտ Մադրիդի Ռեալից, ըստ էության այդ մրցաշրջանում ոչ ոք ստացվում է չէր կրում, ես ընդունում եմ այս տարբերակը, Իշխան Մելքոնյանը ճիշտ պատասխանեց, նա իրոք փայլուն էր տերապետում իր ընտրած թեմային, Իշխան շնորհավորում եմ, երկրորդ տեղն ես գրավում, բայց պետք է սպասես քառորդ եզրափակիչ մյուս հանդիպումների ավարտին, թեև 22 միավորը բավականին բարձր ցուցանիշ է եւ շանսեր կան։ Իսկ գացիկ ես ինչ էի Արսենալ երկրպագում էլի։ Արամ, ընթացիկ առաջատար էիր, ամբողջ խաղի ընթացքում առաջատար էիր, քեզ ապրիլն եկավ, ժողովրդական լեզվով ասած քաշեց Սիդնի Քրոսբին։ Քո ընտրած թեման քեզ հետ վատ չար կատակ խաղաց։ Ցավոք սրտի դու գրավում ես երրորդ տեղը եւ դուրս ես մնում պայքարից, բայց գեղեցիկ խաղի համար քեզ եւս շնորհակալություն, շնորհակալ պարոնայք, եւս մեկ անգամ շնորհակալություն մեր խաղին մասնակցելու համար։ Մենք հարգելի հեռուստադիտողներ ավարտում ենք Գիտելիգայի առաջին թողարկումը, Էրնեստ Շաբոյանը դուրս է գալիս կիսաեզրափակիչ, Իշխան Մելքոնյանը կսպասի իր շանսին առաջ։